մեր ընդդիմախոսները հաճախ այս քայլերը եւ այս հարցադրումները կապում են եկեղեցու քաղաքականությամբ զբաղվելու համատեքստում իրենց բնորոշմամբ ռեպրեսիաների, կառավարության կողմից իրականացված ռեպրեսիաների տեսքով եւ ես անկեղծորեն նաեւ ինքս կուզեի այդ համատեքստում մեր կողմից այդ հարցը բարձրացնել, իսկ ընդհանրապես արդյոք եկեղեցին իրավունք ունի ծավալել այն գործունեությունը, որը վերջին 1 եւ ավել տարիների ընթացքում ծավալում է եւ մանավանդ այն համատեքստում, երբ մեզ մեղադրում են հակասահմանադրական ընդհուպ գործունեության մեջ, կուզեի անդրադառնալ եկեղեցի կառավարություն հարաբերություններին այս համատեքստում, այսինքն կառավարությունը մտնում է եկեղեցու ներքին գործերի մեջ եւ հակառակը եկեղեցին մտնում է քաղաքականության մեջ։ Պարոն Աղաջանյան, տեսեք, եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2020 թվականին։ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2021 թվականին։ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2022 թվականին։ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2023 թվականին։ Եկեղեցին քաղաքականությամբ զբաղվում էր 2024 թվականին։ Այդ հարցերի մասին ես խոսել եմ։ Չեմ խոսել։ Ինչու եմ հիմա խոսում։ Որովհետև հիմա ես առերեսված եմ փաստի հետ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ այո, նաեւ որպես վարչապետ, որովհետև չեմ կարող կիսել այդ երկու իմ բնությունները, առերեսվել եմ փաստի հետ, որ մեր սրբության սրբոցում տեղի ունենում պղծություն։ Հասկանում եք, ես տեղի իմ ոչ միայն իմ, բայց այդ թվում նաև իմ սրբության սրբոցում տեղի ունենում պղծություն։ Ես գիտեք, ես հոգևոր զգացմունքներ ունեցող մարդ եմ եւ դա երբեք չեմ էլ թաքցրել։ Ես ասենք Սուրբ Զատիկը եւ Սուրբ Ծնունդը ուղերձով եմ հանդես գալիս եւ սաղմոս եմ արտասանում։ Ես երբեք իմ հոգևոր զգացումները չեմ թաքցրել։ Եվ ես հիմա առերեսված եմ այս փաստի հետ։ Ես մի կողմից մեր եկեղեցին, մեր սրբության սրբոցը, մյուս կողմից իմ ու Աստծո հարաբերությունները։ Չեմ կարող այս փաստը ուղղակի նայեմ, ասեմ, վայ, դիտորդ եմ ես չեմ կարող դիտորդ լինել, որովհետև մեր, այդ թվում նաև իմ սրբության սրբոցը գտնվում է պղծություն իրականացնող կուսակրոնության ուխտագիրը խախտած, ընդ որում կուսակրոն քահանաները բոլորը առանց բացառության, երբ որ կուսակրոնություն են ընդունում, իրանք մայրաթոռի խորանի առաջ ծնկաչոք տեքստ են արտասանում, երդվում են, որ չեն երդվում, որովհետև նոր կտակարանը ասում է մի երդվիր, ասում են, որ ուխտը ստանձնում են եւ խոստանում են, որ կուսակրոնության ուխտը ստանձնում են կամավոր եւ խոստանում են, որ կպահեն, հավատարիմ կմնան եւ կվարեն պարկեշտ կյանք եւ այլն եւ ստորագրում են այդ թուղթը։ Իրենք իրենց ստորագրած թուղթը խախտել են։ Ոնց կարանք մենք թույլ տանք, որ վեհարանում գտնվի մի մարդ, որը արհամարել է մայրաթոռ Սուրբ Էջմիածնի խորանի առաջ ծնկաչոք իր ստանձնած ուխտը, ոնց կարանք մենք դա հանդուրժենք։ Եվ ոչ միայն նա, ես համաձայն չեմ հանդուրժել դա։ Եվ բոլոր եմ փորձը, թե սա ընդեմ սա հանուն եկեղեցու է, որովհետև մայրաթոռ Սուրբ Էջմիածինը պետք է ուխտադրուժ երթմնազանց պղծաբարո ներկայությունից ազատվի։ Շնորհակալ եմ, կներեք, որ երկարացրի։